Հեսիացոտ ընթևի առաջնորդական տեղապահ։ Աստվածօրինական այսօր բարի եկար, հույսով եմ բոլորս մեծ ուրախություն ենք ապրում այս օրերին, որ այսօր ներկա ենք, մանավանդ այսօր այս պահին ներկա ենք Հայ Սուրբի մատուցող պատարագին եւ ցանկանայի, որ բոլորս ուշադիր լսենք եւ սիրով լսենք Հայ Սուրբի պատգամը այսօրվա, Հայ Սուրբի խոսքը, որի շատերը շատ ծանոթ ենք հեռուստատեսությունից, լրատվական միջոցներից, որպես ճշմարիտ խոսք, որպես Աստծո խոսքը ներկայացնող մեր սիրելի վարդապետը։ Աստվածօրինական Անոր եւ Որդվո եւ Ոգուի Սրբո ամեն։ Հիսուս իր այս առաջին հրաշքը կատարեց Գալիլեայի Կանա քաղաքում։ Այնտեղ նա հայտնեց իր փառքը եւ աշակերտները հավատացին նրան։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ Քրիստոս, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, այսօր մեր սուրբ եկեղեցին ավետարանի միջոցով դարձյալ կենդանի հնչողություն է տալիս Աստծո խոսքին եւ մեզ տեղափոխում է Գալիլեայի Կանա քաղաք մի իրադարձության, որը հայտնի է Կանայի հարսանիքը իրադարձության։ Եվ ինչպես քիչ առաջ բնաբանից երևաց, այստեղից է սկսվում Հիսուսի առաջին նշանները։ Իսկ առաջին նշանն էր իր բազմաթիվ նշանների մեջ, որով իր փառքը ցույց տվեց եւ աշակերտները հավատացին եւ կազմվեց համայնքը։ Բայց որքան էլ զարմանալի է Կանայի հարսանիքը մեզ այսօր պսակի մասին չէ որ խոսում է։ Կանայի հարսանիքը փոխաբերությունն է մարդ Աստված հարաբերության։ Այն դաշինքի, այն ուխտի, որ կնքվեց Աստծո եւ մարդկության միջև մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստված Որդու միջոցով, որ Հիսուս Քրիստոս անձի մեջ դարձավ նաեւ մարդու որդի։